Սահակյանի, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի աչքները եռաբլուր զինվորական պանթոնում ամփոփելու սգո արողությունը հայտարարել բացված։ Հարգելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ Պաշտպանության նախարարության ողջ անձնակազմի մեր բոլորի անունից ես սփոփանքի խոսքեր եմ ասում առաջին հերթին զոհված օդաչուների հարազատներին, մեզ բոլորիս մարտական եւ ծառայակից ընկերներին։ Սփոփանքի խոսքի հետ մեկ ասում, որ մենք ենք լինելու եւ պարտավոր ենք միշտ կանգնած լինել նրանց հարազատների, նրանց որդիների կողքին։ Մենք ենք լինելու այն մարդիկ, ովքեր իրենց ծառայության ընթացքում շարունակելու են նրանց կիսատ թողած գործը։ Մեր կատարված ուշադրության վերաբերմունքի շնորհիվ եւ ժամանակի ընթացքում նաեւ հաշվի առնելով նրանց արժանապատվությունը հետագայում մեզ բոլորիս հպարտություն է բերելու մեր զոհված ընկերների անցած ճանապարհի համար, այնպես ինչպես այսօր մենք այս վայրում գտնվելով, եռաբլուրում գտնվելով, մենք հպարտություն ենք ապրում մեր զոհված ընկերների անցած ճանապարհով, թափված արյամբ, որովհետև եթե նրանց գործունեությունը չլիներ, այսօր մենք չէինք կարող նաև ապահովել եւ բանակի զարգացումը եւ նաեւ մեր ժողովրդի խաղաղ արարումը։ Ինչպես ասել եւ այսօր էլ ես ուզում եմ կրկնել, որ մեր զոհված ընկերները եւ նաեւ այսօրվա մեր զոհված օդաչուները մեզ զրկել են սխալվելու իրավունքից։ Այսուհետ մենք մեր գործունեությամբ այնպես պետք է անենք, որ ամեն ինչ կատարվի բարձր մակարդակով եւ նրանց փոխարեն, նրանց հետ միասին մենք ապահովենք Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագա զարգացումը։ Թույլ տվեք եւս մեկ անգամ, խոնարհվելով Արցախի հողն ու երկինքը պաշտպանելիս ընկած բոլոր նահատակների, հետ պատերազմյան շրջանում մարտական առաջադրանքները կատարելով խաղաղությունը պահպանելիս զոհված բոլոր ժամկետային զինծառայողների ու սպաների, ինչպես նաև հերոս օդաչուների հիշատակի առջև հերթական անգամ ասենք հավերժ փառք հերոսներին, հավերժ փառք անվտանգությունն ապահովող հայկական բանակին ու ազգովի զորավիք լինենք հայրենիքն ու մեզ պաշտպանող մեր երեխաներին։ Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը որոշում եմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված Ղարաբաղի Հանրապետության ռազմական օդուժի MiG-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներ Սերգեյ Ալեքսանդրի Սահակյանին, թիվ 32-822 զորամասի մարտական ուղղաթիռային էսկադրիլայի հրամանատարի մեթոդական պատրաստության եւ թռիչքների անվտանգության գծով տեղակալ մայոր Սարգիս Գագիկի Նազարյանին, թիվ 32-822 զորամասի կողային տեխնիկ ավագ լեյտենանտ Ազատ Արթուրի Սահակյանին, թիվ 32-822 զորամասի օդաչու օպերատոր լեյտենանտ հետմահու պարգևատրել արիության մեդալով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյան։
Так, Миров. Спасибо. Ամեն, ասեմ ձեզ, Սիվորս բանն իմ լսև ավատայնը, որ առակյաց ընձից, ամեն, ասեմ ձեզ, զիգա ժամանակ և արդեն իսկ է, որ ժամեր յարկսից են ձայնի որդոյն աստուծով, Արքանների դերն ես, վերևների հարությունը, բալիքների պարքերիչն ես, սքավորների մթիպալիչ ես, և հանգուցի չոտնաններ, և ժամրաբերվածներ, և ես հանգիստ կիսամներ, այդ խոսքի համաձայն Աշտ Պատրաստվի Շարություն Իսկյոն Շարություն